Հունվարի 19-ից ստեղ դիմում կա, որին չի պատասխանել։ Նախագահական ողջ ազնագազմը չի պատասխանել։ Ինչի պիտի ստեղի դատավարությունը, որ տեղափոխվել էր ստեղ, նորից վերցնեն հանցագործ ձևով տանեն հասցնեն տաուշ, որ այս սպանված զինվորի ծնողները չտեսնեն ինչ ա կատարվում դատ ու դատարաններում։ Ինչքան կարելի է։ Իրենց դատավորները պետք է անպայման նոտարներ դարձնեն։ Հասարակական ուշադրությունը ձևավորվում է, իսկ երբ ձևավորվում է ուշադրությունը, սկսում է աշխատել միտքը, ընտրել ելք, որն է այս իրավիճակից ելքը, որոնք են պատճառները եւ որն է ելքը։ Եվ ինձ թվում է այսօր արդեն կարելի է այդ պատկերացումը ամբողջացնել, որոնք են պատճառները եւ որն է ելքը։ Պատճառը դա բնականաբար բանակի ստրկատիրական բնույթն է, ժամանակավրեպ ստրկատիրական բնույթը, եւ բանակը այսօր մեզ համար ծառայում է իբրև բանի ստրկամտության դպրոց, իբրև երիտասարդությունը ջարդելու, իր հոգեվիճակը ջարդելու եւ ստրկամտությանը սովորեցնելու դպրոց, հենց ուրեմն այդ բարքերի տարածման միջոցով։ Եվ բնականաբար ելքը մեկն է դա անցում ազատ պրոֆեսիոնալ բանակի, երբ որ մարդիկ գիտակցաբար անում են այդ գործը եւ ընկալում են դա իբրև իրենց կյանքի գործ։ Դա է միակ ելքը այս վիճակից։ Դեպքերը չեն կարող քչանալ, որտեղ իրենց կարող են հարաբերական մի քիչ շատ եղել, քանի որ իրենց սնուցող, ստեղծող մթնոլորտը անփոփոխ է։ Իսկ այդ մթնոլորտը նախարարությունը հազիվ թե ցանկանա վերացնել, որտեղ նախ գերակրատաշտակ է եւ երկրորդը այդ ստորացնելը մարդկանց անհրաժեշտ է, եղած ռեժիմի ուրեմն լոգիկայի մեջ անհրաժեշտ է, որ այդպես լինի։ Ուրեմն գուցե իրանք կցանկանային, որ մինչև մահ չհասցնեին, բայց դա իրանցից կախված չէ։ Բոլորը խնդրում եմ հետ անցեք։ Ուրիշ ջան, հետ անցեք։ Ուրիշ ջան, լսում եք։ Բոլորը խնդրում եմ հետ անցեք։ Խանգարեք մենք
էլ մեր համար արժեք չունի։ Եթե ղեկավարը չեն կարա թող հեռանան իրանց գահերից, իրանց նստելատեղերից, մեզ չի հետաքրքրում, գրկեն, բայց թող ղեկավարեն նորմալ ձևով, ինչի պիտի օրը զինվոր բերեն սպանված, հիմա էլ նոր ոճա դուրս եկել, հիվանդության պատճառով, թոքաբորբից մահաճավ, ջրծաղիկից մահացավ, ինչի պիտի մահանան, թող դեր կանգնեն զինվորներին, որ չմահանան, մենք օստրուկ չենք ուղարկում բանակ, մենք օստրուկ չենք ուղարկում մեր երեխեքին, 18 տարի բայապից ասեմ դամձերները, դամձերները որ ես արել ես միշնացքը, ուր բախան, ինքը չի մասելու, ինքը չի աշխատելու, եթե Վովա Գասպարյանը սրան չհեռացվեց գործից, ես աշխարհով մեկ խայտարակ եմ անելու սրանց բոլորին, ես այսքան բանը ասում եմ, Վովա Գասպարյանը եթե այս ոստիկանին չհեռացրեց աշխատանքից, ինքը չի մարսելու, դա կանգներ, ուրեմն երեխոս սպանեն հերիք չմիատել ինձ տրորեն, ես ցույց կտամ իրանց տրորեն, դա կանգներ, ես գազան եմ դարել, ես եմ վերացնելու բոլորին, ես եմ վերացնելու այս ղեկավար անձանց, եթե սեն շարունակվի իմ երեխու սպանողը պիտի պատժվի, չէ իրանք են պատժվելու, ինչքան 10 տարի պատժվել, այնքան էլ մյուսները կպատժվեն, չեմ տենում միտումը։ Ոստիկանները արտոնություն ունեն, կարան սպանված զինվորի ծնողի խփենել, բրդենել, երեխու նկարը ճղրտել, քծենել, այսինքն ձեր երեխեն մեր համար նշանակություն չունի։ Սրբավայր ա գնում, սրբավայր այնտեղ որ չեն թողնում, ինչ ա եղել որ չեն թողնում։ Սրբավայրը թող սուրբը երկրքից իշխի խոսա պատասխանա։ Երեխեքի Աստվածը ուրիշ ա։ Սրբին կան չեն իշխի։ Աստվածը մեկն է ալնում, երկուսը չեն։ Աստված չունեն իրանք Աստված։ Իրանք Աստված չունեն։ Հետո կզգան, ով է պատասխան տալու։ Ով է պատասխան տալու։ Մեր երեխեքի սպանությունների համար ով է պատասխան տալու։ Ով։ Մեր երկրի նախագահան, մեր գերագույն հրամանատարը, թող իջնի դուրս գա պատասխան տա։ Երկու տարի նախաքննություն ա գնում, ինչքան պիտի սպասեմ, որ վիշվածքների պատժեք։ 5 տարի էլ ես եմ գնում ա։ Եկան սպասեք, որ հլը մի 1000 զինվոր էլ սպանեն։ Հլը մի 10 տարի։ Ես էլ ինձ պահող չունեմ։ Ես իմ 18 տարեկան երեխուն տվել եմ, սպանել են, բերել են հերիք չի միատել, ինձ են ոտն ա հարում։ Միատել ոստիկանը ինձ ա խփում, հրում, բրդում, երեխուս նկարն էլ ճմրթում։ Դրա համար եք երեխա ուղարկե բանակ։ Ոչինչ էդ էլ ա ժամանակավորն ա։